մեկ։ Հարգելի ներկաներ, սիրելի հյուրեր, այսօր նշում ենք հայոց բանակի հզոր ու պատվավոր ուղու 34-ամյակը։ Շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրվա կապակցությամբ։ Մեր բանակը դժվարությամբ ծնվեց, բայց ապրեց շնորհիվ հավատքի, միասնության և իրենց կյանքը վտանգող հայ զինվորների նվիրումի։ Այսօր հայոց բանակի օրը մենք կանգնած ենք մի հուշարձանի առաջ, որը կոչված է հավերժացնելու Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակը։ Հերոս, որի անունը ոչ միայն անուն է մի մարդու, այլ հողի, տոկունության, ազատության և նվիրվածության խորհրդանիշ։ Նա մեկն էր այն հազարավոր տղաներից, որոնք ապացուցեցին, որ հայրենիքը սիրում են ոչ թե խոսքով, այլ արյունով, նվիրումով և անձնազոհությամբ։ Ցավի ու հիացումի համախառն զգացումներով ենք բացում Ռոբերտ Աբաջյանի հիշատակը հավերժացնող այս արձանը, որը միայն քար ու բրոնզ չէ, այն մեր հիշողությունն է, մեր հավատը և մեր երդումը, որ հերոսների անունները երբեք չեն մոռացվի։ Թող այս արձանի առջև կանգնող յուրաքանչյուր ոք զգա, թե ինչ մեծ գին է վճարվել հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ լինելու իրավունքի։ Սիրելի ներկաներ, Ռոբերտ Աբաջյանի հիշատակը թող լինի լույս ու ճանապարհ բոլորիս համար, թող նրա պատգամը փոխանցվի մեր նոր սերունդներին որպես պարտքի, պատվի և արժանապատվության դաս, և թող հայոց բանակի 34-ամյակը դառնա ևս մեկ առիթ սրբորեն պահելու մեր ընկածների հիշատակը և առավել ամրապնդելու մեր հավատը ուժեղ, պաշտպանված ու խաղաղ հայրենիքի հանդեպ։ Կեցցեն մեր հերոսները, կեցցե հայոց բանակը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հուշարձանի բացման պատիվը տրվում է հերոսի հայր Ալեքսանդր Գևորգի Աբաջյանին և դպրոցի տնօրեն Տիկին Հովհաննիսյանին։
Amerika.